շատ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք անչափ համեղ բազուկով աղցան։ Ինչը մեզ հարկավոր, վերցնել եմ երկու, այսպես մեկը մեծ, մեկը միջին չափսի բազուկներ, նախապես արդեն խաշել եմ։ Նուռ է մեզ հարկավոր, մեկ ամբողջական նուռ եմ վերցրել մաքրել։ Սալորաչիր, նախապես տաք ջրում մի 5-10 րոպե թրջած ենք պահում, որպեսզի ավելի փափուկ աշխատենք։ Ընկույզ է հարկավոր, մոտ 70-ից 80 գրամ, թթվասեր 400 գրամ, սխտոր է մեզ հարկավոր, մի փոքր, այսպես թեյի գտալի ծայրով 1 քառորդ գտալ, կիտրոնի աղ և սև պղպեղ։ Եվ կանաչիներից վերցրել եմ մաղադանոց և համ եմ։ Ինչ ենք անում, հիմա սկզբի համար մենք կքերենք խաշված բազուկը, ներողություն, այսպես, բազուկը կխաշենք, հետո ձողի կաձև, ինչպես որ բազուկն է երկարավուն քերվում, կկտրատենք բարակ, երկար, գեղեցիկ մեր սալորաչիրը։ Անչափ համեղ է ստացվում սալորաչրով և նռան հատիկներով, դրա համար ես կիտրոնի աղը մի փոքր քիչ եմ վերցրել։ Իսկ եթե չենք պատրաստում սալորաչրով և նռավ, կես թեյի գտալը ես ավելացնում եմ կիտրոնի աղը։ Այսքանի որ գիտենք և նուռը և սալորաչիրը թթվայնություն է պարունակում, թթվաշեն, այդ իսկ պատճառով 1 քառորդ թեյի գտալը լրիվ բավարար է։ Վերջացրեցինք բազուկը, մսակը դնենք մի կողմ և կկտրատենք սալորաչիրը։ Այսպես 6 հատիկ կկտրատենք, մնացածը ձևավորման համար կօգտագործենք։ Այս սրա համար էի ասում, որ պետք է նախապես թրջենք։ Ես փոխեցի իմ տախտակը, նա սահում է սեղանի վրայից, այսպես փայտե տախտակով ավելի հարմար է։ Այսպես ձողիկների ենք բաժանում։ Վերջ, մի փոքր դժվարությամբ է կտրվում, բայց ընթացքում ինքը փափկելու է և շատ համեղ լինելու։ Սա է կավելացնենք աղցանի վրա, նուռը կավելացնենք, նռից մի փոքր կվերցնենք ձևավորման համար, կվերցնում այսքանը բավական է։ Կտրատենք նաև ընկույզը, ընկույզն մի փոքր կթողնենք ձևավորման համար։ Նայած ով, որ բաղադրիչները ինչքան շատ է սիրում։ Շատ եք սիրում ընկույզը, կարող եք շատ ավելացնել, նայած ըստ ճաշակի եմ թողնում դա։ Ամեն դեպքում ընկույզով շատ համեղ է ստացվում։
Սա էլ կտրատեցինք։ Վիտամիններով հարուստ աղցան է։ Շատ օգտակար վիտամիններ, որ ամեն մի պարագայի մեջ կա։ Այսպես կտրատենք նաև կանաչին։ Կանաչին կտրատում ենք մանր, գեղեցիկ։ Այսքանը բավական է, սա էլ կպահենք կրկին ձևավորման համար։ Ավելացնենք սրտորը։ Երեքից 4 ատամիկը բավական է։ Սրտորը հիմա կհամեմ ենք աղով, սրբախտեղով և կիտրոնի աղով։ Լավ կխառնենք այսպես։ Որքան գեղեցիկ գունեղ աղցան ստացանք։ Հիմա կհանեմ ենք նաև թթված սերով։ Կարող եք և մայոնեզ ավելացնել, և թթված սեր։ Պարզապես իմ ձեռքի տակ այս պահին միայն թթված սեր էր, և թթված սերով է շատ համեղ է ստացվում։ Լավ կխառնենք և վերջ աղցանը պատրաստ է, կարող ենք մատուցել։ Մատուցման ափսեն մոտեցնենք։ Ահա մատուցման ափսեն մոտեցնենք։ Գեղեցիկ մատուցենք։ Յուրաքանչյուր տանտիկին ունի իր յուրովի մատուցման ձևը, ձևավորման դիզայնի։ Մենք էլ փորձենք մեր ձևով անել, փորձենք հնարավորինս գեղեցիկ մատուցել մեր աղցանը։ Որ
աչքը երբ տեսնում եք գեղեցիկ, ախորժակը էլ ավելի է բացվում։ Եվ պետք է քիմքին հաճելի լինի եւ աչքին։ Փորձենք կենտրոնում, ուզում եմ էլ ավելի գեղեցիկ, այսպես գույնը բաց լինի, թթվասեր մի փոքր կավելացնենք, որպեսզի եւ երևա մեր ձևավորումը բավական է, այն շատ կարմիր գույնը, այսպես ասած, բացացրեցինք, կենտրոնում նուր կանենք, որպեսզի երևա, թե մեջը ինչ կա, այսպես սալորաչրերով կարելի է ժամացույցի տեսք տալ, գեղեցիկ ձևավորենք։ Գույնը բացելու համար այսպես արանքները կանաչի կանենք մեկու մեջ, եւ այս մյուս արանքներում է ընկույզով գեղեցիկ տեսքը հաղորդենք մեր աղցանին։ Վերջ, կարծում եմ ստացվեց ինչ-որ մի բան, սիրելիներ, մի տերևը շատ, այսպես մեզ պետք չի, գեղեցիկ աղցան ստացանք, դուք էլ փորձեք այս տարբերակով, հաստատ կհավանեք, որովհետև շատ հաճելի է, երբ այսպես համտեսելիս նուրը ընկնում է ատամի տակ, շատ համեղ է, շատ, ես արդեն փորձել եմ սիրելիներ, հուսով եմ դուք էլ կպատրաստեք, կփորձեք իմ այս տարբերակով, շնորհակալ ենք, որ դիտում եք, աջակցում եք, հաջողություն եմ աղթում բոլորիդ, կհանդիպենք շատ շուտով։